Տավուշում ոչ մի կերպ չի հաջողվում մարել օրեր առաջ բռնկված հրդեհը, կրակի մարման աշխատանքներին նաև պաշտպանության նախարարության ուղղաթիռ է ներգրավված։ Ֆակտոր TV-ի տեսախցիկը տեղում արձանագրել է, որ Դիլիջանում հրդեհն ընդլայնվում է։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են փրկարարներ, էկոպարեկային ծառայության մի քանի տասնյակ աշխատակիցներ։ Պետությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի հետագա կառավարման վերաբերյալ երկու տարբերակ ունի։ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանես Պետրոսյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, առաջին տարբերակն է սահմանված օրինական ընթացակարգերով ՀԵՑ-ն ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, որից հետո հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ։ Երկրորդ տարբերակը նոր ներդրող գտնելն է, այնուամենայնիվ ըստ Փաշինյանի ընկերությունը վերցնելու համար պետք է վճարեն։ Ռոմանես Պետրոսյանն իր հերթին հայտնել է իր պնդմամբ խախտումների մասին, որոնք կատարվել են ՀԵՑ-ում նախկին ղեկավարների ժամանակ, այդ թվում հավելագրումներ, արևային կայաններից ինքնավար արտադրված էներգիայի թերգրանցում եւ այլն։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանները բողոքարկել են նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդության մերժումը, այժմ սպասում են պատասխանի։ Նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը Սպուտնիկ Արմենիային ասել է, որ պատասխանի համար օրենքը 7-օրյա ժամկետ է նախատեսում։ Միաժամանակ Վարդան Ղուկասյանը հայցադիմումներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության եւ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի դեմ։ Նշենք, որ Ռուբինյանը Facebook-ում գրառմամբ Վարդան Ղուկասյանին կաշառակեր սրիկա էր անվանել։ Կառավարության դեմ հայցը ներկայացվել է, քանի որ գործադիրն է պատասխանատվություն կրում մարդու հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ։ Երկու դեպքում էլ պահանջվում է նյութական փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային հերքում հայցը վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել։ Այսօր ԵՄ-ի տեղեկություններով Մայրաթորում եպիսկոպոսատ ժողով է հրավիրվել, քննարկվելու է նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի հարցը։ Իշխանական լրատվամիջոցները մինչ այս ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակ էին շրջանառել ստորագրված 7 եպիսկոպոսների կողմից։ Նամակով նրանք առաջարկել են, որ Մեհափար Հայրապետը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ Սրբազանի զբաղեցրած բոլոր պաշտոնները եւ նա ապրի Մայրաթորից դուրս այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը։ Այս նամակը հաջորդել է Արշակ arczepiskopos-ին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերի հրապարակմանը, դրանց վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Արշակ arczepiskopos-ը գործով ցուցմունք է տվել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մտահոգություն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Ըստ նրա, Եվրատլանտյան տարածքից ցանկացած երկիր, որը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է պաշտոնապես հայտարարել այդ մասին, որից հետո գործարկվում է համապատասխան ընթացակարգը։ Ռյուտեն սակայն շեշտել է, Վրաստանի հետ կապված պատրանքներ չունի։ Դաշինքի ղեկավարը նաև ասել է, որ համագործակցում են Վրաստանի հետ եւ հայտնում իրենց մտահոգությունները։ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլն Աբու Դաբիում ռուս պաշտոնյաների հետ հանդիպումներ է անցկացրել, CBS News-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։ Հաղորդվում է, որ 3 հանդիպումը մի քանի ժամ է տևել, բանակցություններ են նախատեսվում նաև այսօրվա ընթացքում Ուկրաինայում խաղաղության գործընթացը քննարկելու եւ խաղաղ բանակցություններն առաջ մղելու համար։ Չի նշվում, թե ովքեր են ներառվել երկու կողմից պատվիրակությունների կազմում։ Մեկնաբանելով հանդիպման մասին հաղորդագրությունները, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պիսկովն ասել է միայն, որ հետևում են հանդիպման մասին հաղորդագրություններին, հավելելով, որ առայժմ նորություններ չկան եւ ռուսական իշխանությունները հաղորդելու բան չունեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը ճիշտ ուղղությամբ է գնում, սակայն կան հարցեր, որոնք պետք է բարելավվեն, որպեսզի այն ընդունելի լինի Ուկրաինայի ու Եվրոպայի համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հավելել է, խաղաղություն են ցանկանում, բայց ոչ այնպիսին, որը կապիտուլյացիա կլինի։ Մակրոնի խոսքով միայն ուկրաինացիները կարող են որոշել, թե ինչ տարածքային զիջումների են պատրաստ գնալ։ Սեղանին դրված առաջարկները մեզ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչն է ընդունելի ռուսների համար։ Արդյոք դա նշանակում է, որ դա պետք է ընդունվի ուկրաինացի ու եվրոպացիների կողմից, պատասխանն է ոչ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։